Քրիստոսի հարության լավ լուրը լսելու ու պատարագին մասնակցելու համար ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա դարձյալ մայրաթոր չէր շտապել։ Առաջին շարքերում տեսնում ենք Եվրամիության ու Հայաստանում Չեխիայի դեսպաններին, ամենայն հայոց կաթողիկոսի պատգամի մի ընդարձակ հատված նրանց չէր ուղղված։ Հայրապետական մեր հորթորն է, ազգի շահը վեր դասել, անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից, մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպար հերուվանենք ազգագործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Վեհափարի հորդորի հենց այս նույն հատվածն էր սոցցանցի իր էջում առանձնացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այսպիսի ճշգրտմամբ. Վստահ եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի այս պատգամին։ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքում հայրենավնաս քայլերից, ստից, կեղծիքից, ազգակործան բարքերից հեռու մնալու հորդորից բացի ներքին պառակտումների թեմաներ։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարկացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները, ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Վեհափարը համախմբվելու կոչ արեց պատուհասած դժվարությունները հաղթահարելու համար։ Իշխանական ու հոգևոր այրերը, սակայն, համախմբման որևէ նշան ցույց չեն տալիս։ Վարչապետ Փաշինյանը մի քանի տարի է նոր ավանդույթ ունի, հայրապետական պատարագների բացը լրացնում է սաղմոսներով, այս զատկին ապահովության սաղմոսը կարդաց։ Ականջ դիր իմ խոսքերին Տեր և ուշ դարձրու աղաղակիս։ Ընդունիր ձայնն աղոթքներիս, Թագավոր իմ և Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու։ Մայրաթոր իշխանություն հակամարտությունն ավելի քան 4 տարվա պատմություն ունի։ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ ու սկսվեց ոչ հոգատար կործանարար իշխանություն ու կոռումպացված Աստծուն չհավատացող հոգևորականներ փոխհրաձգությունը։ Մայրաթորի սրբազաններից Բագրատ arczepiskopos-ի հրապարակ մտնելը էլ ավելի թեժացրեց կռիվը։ Այժմ արդեն թեմա է դառնում նույնիսկ այնպիսի խորհրդանշական քայլը, ինչպիսին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում պատշգամբներից մեկում երևացած Արցախի դրոշն է, որ 3 հայ հոգևորականներ են պահում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Հայաստանի համար նոր պատերազմի նախապատրաստման կասկածներ ունի Արցախի դրոշով հայ հոգևորականների լուսանկարը տեսնելուց հետո։ Սոցցանցի իր էջում Չախոյանը գրել է. Դրոշը ծածանելով Հայաստանի համար նոր պատերազմ են նախապատրաստում։ Դաշնակապարո դրոշ վառելով պետություններն էին կործանում, այսօր դրոշ ծածանելով Ղարաբաղ են փրկում։ Մարդկանց մոլորեսնելով փորձանքի տանելը սրիկայություն է պետության ու սեփական ժողովրդի նկատմամբ։ Մայրաթորի տեղեկատվական վարչությունից կառավարական պաշտոնյայի գրառումը մեկնաբանել չցանկացան։ Տեղեկացանք, որ դրոշը Երուսաղեմում պարզողը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է։ Նրա հետ կապ հաստատել չկարողացանք, դեռ Երուսաղեմում է։ Ես լրիվ համաձայն եմ, որովհետև եթե դուք հոգևորական ես, դու բարձրացրու Քրիստոսի դրոշը։ Չախոյանի գրառման հետ ամբողջությամբ համաձայն է Վարդան Աֆյանը։ Նա ադվենտիստների եկեղեցու հետևորդ է եւ Փաշինյանի քաղաքականության կողմնակից։ Մենք այսօր պետք է մտածենք իրոք այս ժողովրդին փրկելու մասին։ Այն ուտոպիստական քաղաքական ամբիցիաները, որ ասում են գնանք ամեն գնով փրկենք Ղարաբաղը։ Դուք Փաշինյանը շատ ճիշտ տրամաբանում ասում է մենք գնալով փրկելով Ղարաբաղը մենք կկորցնենք Հայաստանը, հասկանում եք, ինքը այր բանի լեյտմոտիվը դա է, ինքը բացատրում է մարդկանց, որ հարկավոր է վերմակը
որ ասում եմ մեր բոյի գյուրա, հասկանում եք։ Մյուս զրուցակիցս Անահիտ Բուրանյանն էր, Արցախի դրոշի բորբոքած կրքերին չէր հետևել, պատարագի էր գնացել ու այնտեղ չէր էլ փնտրել որևէ պաշտոնյայի։ Ոչ մեկն էլ չկար, ինձ ոչ էլ հետաքրքիր էր ճիշտն ասած։ Ասում է, եթե ընտանիքում պետության ներսում իրար հետ լավ չեն, ուրեմն լավ չի։ Էն ես կասեմ, մյուս են կասի, էլ չպետք է հավատաս, ոչ նրան, ոչ նրան։ Հավատաս քեզ, քո խղճին, քո ձայնին, քո իրավունքներին, եթե կարող ես, ինչքան կարող ես լավ եղի,